Ժողովուրդ, հիմա էլ ուզում եմ խոսամ։ Այսօր մարդկանց հետ խոսում եմ, ասեն զարմանում եմ։ Ժողովուրդ, Հայաստանի կողմից, Հայաստանի կողմը պահող ոչ մի պետություն չկա։ Ամեն մեկը պաշտպանում է իրանց երկիրը։ Մեր երկիրը մեղեկավարությունը չի պաշտպանում, բայց բոլոր երկրները հավատացնում եմ, տենց բան չկա, իր երկիրը պաշտպանում է։ Չկա ընկեր թշնամի Հայաստանին, կա այս հարցով ընկերա, մյուս հարցով ընկեր չի։ Ռուսնա, ֆրանսիացինա ոչ մեկ Հայաստանի հարցով չի երդվում Հայաստանի համար ու չի համարում Հայաստանը Իրանն է, կամ հայերը իր ժողովուրդն են, տենց բան չկա։ Այս հարցով կարող է, նայեք հիմա ռուսերը ոնց են հայերին լավ նայում, որտեվ Ադրբեջանի հետ են խնդիրներ ունեն, ուզում են պոկեն, իսկ աչքի չէին ուզում, տալիս էին, նա բլուջիչկի, գոլուբոյմ կայոմիչկը տալիս էին, իսկ հիմա երբ արդեն խնդիր ունեն, ասում են, սենց չի, նենց է, նույն է Ֆրանսիա խնդիր ինչում է, ռուսը, որ Ուկրաինային հաղթեց, հզորացավ, Ուկրաինան դարավ Ռուսաստան, կարող է դեպի Եվրոպա գնա։ Ամերիկան ասում է Ռուսաստանը թող հաղթի, Ռուսաստանին իմ կում քաշեմ, Կիտայը մնա մենակ, Եվրոպան, Ֆրանսիան շուտ վանից Ռուսաստանին ուզում է յակում քաշի, որտև Ամերիկան ինչ, Ամերիկան հեռու է, որ պատերազմի Ֆրանսիա է պատերազմելու, էլի որ Կիտայի հետ շատ լավ իրան չզգա մենակ մնա։ Ամերիկան Անգլիան բան են անում, աջակցում են Թուրքիային, որ Եվրոպան լավ չզգա համեմ Ամերիկայի մոտ, չէ որ Թուրքիան ինչ-որ էլի փոքր պետություն չի, հասկանում եք, մի ասեք էլի, այս հայերի կողմ, այս հայերի դեմը տենց բան չկա, այս հարցում հայերի հետ են, մյուս հարցում հայերի դեմ են, այս հարցում կարող է, չեք հիշում Իրանը ոնց էր շնորհավորում Ադրբեջանին, շնորհավորում էր, չէ, իսկ տեսակ հենց սահմանի հարցը եղավ, ինքը սկսեց հային պաշտպանել, հայի տարածքը պաշտպանել, հիմա հայի, որ մինչև հիմա բաց չի այդ միջանցքը և Սյունիքը չեն վեցել ու Հայաստանը բոլորը չեն ակուպացրել, այդ Իրանի շնորհքն է, ոչ թե մեր ղեկավարն, մենք կտային, նրանք որ մտան ուզում ես կալիդոր